Շնորհակալություն, բարև ձեզ։ Ես ուզում եմ սկսել էլի դասական մի մեջբերումից խաղաղություն, ցածր հարկեր եւ խելամիտ օրենքներ։ Առաջինը խաղաղությունն էր դնում։ Այդ կարող է էլի փորձել Ադամ Սմիթին ղում տալ, կարդալ եւ կհասկանաք, որ իրականում շատ դեպքերում երկրի կառավարիչները, պատասխանատուները ամենակարևորը մոռանում են, միշտ փորձում են տվյալ երկրում կամ ընդհանրապես հասարակության մեջ զարգացում ապահովել, բայց խաղաղ չապրել, չի ստացվել։ Եվ կյանքը պատմությունը ցույց է տալիս, որ իրականում կարևորագույն եւ առաջին նախապայմանը խաղաղությունն է, եթե չկա դա, ուրեմն իրականում զարգացում չի կարող լինի։ Մենք ցավոք սրտի մեր մաշկի վրա ենք դա զգացել 1991 թվականից հետո, երբ որ անկախություն ձեռք բերեցինք, այդ ժամանակ արդեն պատերազմական վիճակում ենք եւ մինչեւ կարելի ասել անցյալ տարի մենք այդ պատերազմական կամ կիսապատերազմական վիճակում ենք, ակտիվ ռազմական գործողությունների եւ պասիվ ռազմական գործողությունների իրավիճակում ենք եւ այն զարգացումը, որ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում, դրանք ըստ էության իրենք ստագնացիոն երևույթներ են, թեկուզ եւ տնտեսագիտական դասական ձևակերպումներով չեն կարող ասել ստագնացիոն, բայց էական փոփոխություններ մեր կյանքում չէին բերում։ Իհարկե տնտեսական զարգացում կար, համախառն ներքին արդյունքի ցուցանիշներ կամ մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի ցուցանիշներ, երբ որ նայում եք, բայց իրականում հնարավորություններ եւ նաեւ հետագայի նկատմամբ վստահություն չէին նշնչում այն վիճակը, որում մենք ապրում ենք։ Եվ ամենակարևորը, մենք ներդրումների մասին էլի Ադամ Սմիթ հիշելով, մենք փորձում ենք պայմաններ ստեղծել, որպեսզի ներդրողներ կային, բայց ներդրողները չէին գալիս։ Բիզնեսը ինքը շատ ավելի նրբանկատ է, բիզնեսը ինքը շատ ավելի լուրջ է վերաբերում իր միջոցներին եւ առանց այդ խաղաղության, այսինքն այդ ռիսկերի բացակայության պայմաններում իրենք որևիցե մի դեպքում, նույնիսկ քաղաքական մեծ նպատակների դեպքում այդ ներդրումները չէին անի։ Եվ դրա իհարկե մյուս կողմը կա, եւ քաղաքական եւ մշակութային, այսպես կարող եմ ձևակերպել, որ ի վերջո մենք ինչ ենք ուզում աշխարհից ձևակերպման տրամաբանության մեջ, ինչ խնդիրներ ունենք, ինչ ցանկություններ ունենք, որ ուզում ենք իրականացնել, սրա պատասխաններ մենք չենք ուզում տալ, դրա փոխարեն մենք այլ ձևով էինք այդ ավելի շուտ իրական պատասխան չէինք ուզում տալ, որովհետև իրականության հետ առերեսվելու խնդիր ունենք, եթե մենք փորձենք իրական պատասխանը տալ, ուրեմն շատ պարզ է։ Մենք եթե ուզում ենք զարգացում, եթե մենք ուզում ենք բարեկեցիկ կյանք, եթե իսկապես մենք ուզում ենք աշխարհում մեր տեղը ունենալ եւ դրանով մեր տեղով եւ ներկայանալ, պետք է առաջին հերթին հասկանանք, որ առանց խաղաղության, առանց հարևանների հետ խաղաղ ապրելու հարցը լուծելու մենք չենք կարող այդ ամեն ինչ անել։ Բայց դա ձեռք չէր տալիս ինչ որ երկար ժամանակ, որովհետեւ այդ իրատեսական մոտեցումը իր հերթին պահանջում էր նաեւ քաղաքական լուծումներ, իսկ քաղաքական լուծումների ժամանակ պետք էր հասարակության հետ առերեսվել, այսպես դեմ առ դեմ եւ ասել են իրականությունը, որում ապրում ենք։ Իսկ այդ իրականությունն էր, որ իրականում Հայաստանի Հանրապետության հնարավորությունները այնքան են, ինչքանով որ կան։ Դրանից ավել մեր ցանկությունը, մեր երևակայությամբ ներկայացնելը, դրանք ուղղակի երբևիցե չէին կարող հաջողություն բերել, որտեղ իրականում մենք այդ պոտենցիալը չունենք։ Եթե մենք կարող ենք բարձրացնել 50 կիլոգրամ ծանրաձող, երբևիցե 150 կիլոգրամ ծանրաձող չենք կարող բարձրացնել։ Բայց դա իհարկե չի նշանակում, որ մենք ձգտումներ պետք չունենանք, դա երբևիցե չի նշանակում, որ մենք ապագային պետք է չնայենք այն տարբերակով, որ մենք իսկապես պետք է լավ ապրենք, բայց մի մոտեցում էլ կար, որ անընդհատ մենք փորձում ենք այսօրվա խնդիրը հետաձգել վաղվան։ Մենք 35 տարվա ընթացքում մենք այդ խնդիրն ենք արել, 35 չասենք, ասենք 32 կամ 31 տարի, որտեղ վերջին տարիներին լրիվ իրավիճակը փոխվել է։ Ես ասում եմ ոչ թե նրա համար, որ ես իշխանության եմ, որ ես Հայաստանի Հանրապետության նախագահ եմ, այլ ես ասում եմ մարդ, մի Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ով այս տարիների ընթացքում ամեն ինչի միջով անցել է եւ ինչ որ առումով պատասխանատու է այն իրավիճակի համար, որ կար Հայաստանի Հանրապետությունում, հաշվի առնելով 90-ականներին իմ պաշտոններից զբաղվելու հանգամանքը։ Եվ գիտեք ինչ կար, իրականում անընդհատ հետաձգելը, այսինքն անընդհատ ապագայի վրա հույս ունենալը բերում է նրան, որ խնդիրների լուծումը ավելի բարդանում է։ Եթե մենք խնդիրները լուծենք 90-ականների, 94, 5, 6 կամ մինչև 2000-ականներին,
Վստահ եղեք, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր մեր կյանքում դրիվ այլ իրավիճակում կլինենք եւ մենք այլ կերպ կապրենք։ Բայց քանի որ այդ հեշտ ձևներ դա լինում է, չէ, անձնական կյանքում էլ այդպես կա, խնդիրը բարդ է լինում, լուծում չենք կարողանում գտնել, ասում ենք դե լավ թողենք վաղվա, մյուս օրվան, հետո մի տարի, երկու տարի, հետո երբ որ այդ խնդիրը չի լուծվում ու մենք անդրադառնում ենք դրան, պարզվում է մի հատ անլուծելի իրավիճակում ենք հայտնվել։ Եվ այդ առումով շատ կարևոր է բոլորիս համար, որ մենք գնահատենք, հասկանանք այն քայլերը, որ այսօր կատարվում է Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից այսօրվա հնարավորություններից ելնելով խնդիրը լուծել։ Եվ այնինչի մասին, որ հիմա ես կշարունակեմ խոսել եւ վերնագիրներ կա, խաղաղություն, հիմնականում իհարկե շարունակությունը ապա շրջափակում եւ մնացածը կապված են խաղաղության հանգամանքի հետ, դա մի ճանապարհի վերջնական եզրակացություն է, որով անցել ենք մենք բոլորս 91 թվականից հետո։ Մենք անցել ենք այդ դժվարին ճանապարհը եւ ի վերջո եկել ենք այն եզրակացության, որ իսկապես պետք է մենք մտածենք մեր ապագան ինչ ձևով ենք շարունակում։ Արդյոք մենք շարունակում ենք հարևանների հետ պատերազմական գոնե, եթե չէ, ապա ոչ բարեդրայացական հարաբերություններ ունենալով, փակ սահմաններով ապրել, թե մենք ամեն ինչ անում ենք, բայց ոչ մեր արժանապատվության հաշվին, ոչ մեր տարածքային ամբողջականության հաշվին, ոչ մեր ինքնիշխանության հաշվին, որպեսզի մեր հարևանների հետ կարողանանք իսկապես հաստատել հարաբերություններ, որոնք իմիջիալից ասեմ, այսինքն դուք եք այդ ամեն ինչի մեջ ապրում, տեսնում եք, վստահ եմ նաև գնահատում եք, որ այդքան հեշտ գործ չի, որտեղ հարևաններն էլ իրենց խնդիրները ունեն եւ այդ հարևանները այդ խնդիրները այդ ճանապարհը անցնելու համար էլ իրենց որոշակի դժվարություններ պետք է հաղթահարեն։ Բայց այդ երկկողմանի է այդ ամեն ինչը եւ ինչքանով մենք ենք պատրաստ, ինչքան այդքանով էլ իրենք պետք է պատրաստ լինեն, որովհետեւ եթե միակողմանի քայլեր արվում, մեկ արդյունք չի ստացվում։ Բայց բարեբախտաբար այնպես ստացվեց, որ այն ինչ որ տեղի ունեցավ 2025 թվականի հունվարից, այդպես սկսենք, երբ որ Հայաստանի Հանրապետությունը եւ Միացյալ Նահանգները կարողացան ստորագրել ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր, դա հունվար ամիսն էր, երբ որ Միացյալ Նահանգների արդեն նախկին ադմինիստրացիան ավարտում էր իր աշխատանքները եւ պատրաստվում էր փոխանցել իշխանությունը նոր ադմինիստրացիային, այսինքն Բայդենի ադմինիստրացիան գնում էր եւ գալիս էր Թրամփի ադմինիստրացիան, տեղյակ եք, որ Միացյալ Նահանգներում այդ ամեն ինչը տեղի ունենում հաջորդ տարին ընտրությունների հունվարի 21-ին։ Եվ Հայաստանի Հանրապետությունը արտաքին գործերի նախարարը եւ Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարը Վաշինգտոնում ստորագրում են այդ համաձայնագիրը, ինչի եմ ես այստեղից սկսում, որովհետև այդ ժամանակ այդ համաձայնագրի ստորագրման հետ կապված իշխանությունը խիստ քննադատության էր արժանացել եւ արժանանում էր, պատճառաբանելով, որ այս ինչ եք անում, նոր ադմինիստրացիա եկել, մեկը որևէ արժեք չունի այն փաստաթուղթը, որ դուք ստորագրում եք, բայց մի կարևոր հանգամանք եմ մոռանում, որ կայացած պետություններում ինստիտուցիոնալ հիշողություն, հասկացողություն գոյություն ունի եւ ցանկացած երկիր, ով իրեն այդպես կայացած եւ իրեն հարգում է, կապ չունի այդ որոշումը երբ են ընդունվել, ինչ ժամանակաշրջանում են ընդունվել, դրանք պատասխանատվություն են կրում ընդունված որոշումների համար։ Եվ մինչ այդ Հայաստանի Հանրապետությունն եւ Ադրբեջանը բանակցությունների մեջ էին, փաստաթուղթ կար սեղանին, որի շուրջ երկար քննարկումներ էր տեղի ունենում, եւ եթե հաջորդը հիշեք 25 թվականի մարտին հայտարարվեց, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները ավարտվել են եւ սեղանին գտնվում է արդեն պատրաստի փաստաթուղթ։ Սա էր մի հատ հերթական, այսպես քննադատության ալիք առաջացրեց, այս ինչ է կատարվում, այդ փաստաթղթում արդեն Հայաստանի Հանրապետությունը հանձնված է, մի խոսքով Զանգեզուրի միջանց գոյություն ունի եւ այլն տարբեր մեկնաբանություններ, չգիտեմ ինչի հատկապես քաղաքական գործիչներն ու նաեւ շատ քաղաքական վերլուծաբաններ անհամբեր են եւ չեն կարողանում գոնե մի քիչ այսպես ընդմիջում վերցնել եւ փորձել սпасել գոնե թղթի վրա տեսնեն այն ինչ որ կա դրանից ելնելով եզրակացություն անել, բայց դա երևի ոչ է եւ արդյունքում ամենակարևորը, բայց երբևիցե իրենք չեն հետագայում, երբ որ իրենց տեսակետների ընդհանրապես հերկվում կամ հակառակնալնում, երբևիցե չեն խոստովանում, որ այդպես եղել է։ Սա երևի քաղաքականության որոշակի ընդունված կամ չգրված կանոններն են, որոնք իմ անձնական կարծիքով որևէ քաղաքական գործիչի վարկը չեն բարձրացնում, ընդհակառակը։ Կարող է մարդը եւ սխալվել եւ մարդը ընդհանրապես սխալական է։ Եվ հիմա տվյալ դեպքում էլ եթե
սխալ էին, ուրեմն պետք է կարողանային դրա մասին խոստովանել, բայց քավելից հետ թող մնա։ Եվ ասեմ ձեզ, որ այդ ժամանակվանից սկսած արդեն Հայաստանի իշխանություն, Ադրբեջան եւ Միացյալ Նահանգներ սկսեցին փաստաթղթի հետ կապված բանակցություններ ոչ պաշտոնական, բայց նաեւ պաշտոնական, որովհետեւ հիմնականում բանակցությունները տեղի ունենում ոչ հրապարակային եւ արդյունքում մենք հնարավորություն ունեցանք օգոստոսի 8-ին արդեն 2025 թվականին Միացյալ Նահանգներում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ փաստաթուղթ ստորագրել եւ այդ փաստաթուղթը ստորագրել են այդտեղ փաստաթղթի տակ կա 3 ստորագրություն Միացյալ Նահանգների նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ Ադրբեջանի նախագահ։ Երակոմ համաձայնագրի ստորագրումից հետո տեղի ունենում արդեն Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջև համաձայնագրի կամ փաստաթղթի ստորագրում, որը իր մեջ բովանդակությամբ 3 հիմնական այսպես բնագավառներ խաղաղության խաչմերուկ նախագծի կարողությունների զարգացում, արհեստական բանականության եւ կիսահաղորդիչների ոլորտում համագործակցություն, էներգետիկ անվտանգություն։ Այս 3 բնագավառներն են, որոնք էական նշանակություն ունեն եւ կունենան հետագայում Հայաստանի Հանրապետության համար խաղաղության խաչմերուկի հետ կապված Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության նախաձեռնությունն է, որ 2024 թվականին է ներկայացվել։ Հիմնական նպատակը նա էր, որպեսզի մենք կարողանանք իրականում մեր տարածաշրջանը դարձնել խաչմերուկ ոչ միայն երկաթուղի կամ ավտոմոբիլային ճանապարհ, այլ խաչմերուկ եւ էլեկտրոէներգիայի տեղափոխման եւ ինտերնետային կապի տեղափոխման եւ գազամուղեր եւ նավթամուղեր եւ ընդհանրապես դարձնել մի միջավայր ընդհանրապես այս խաչմերուկը, որից օգտվելու մեծ ցանկություններ կառաջացնի աշխարհի բոլոր ծայրերում ըստ էության, եթե մի քիչ ավելի պատմության գիրկն ենք գնում, սա Մետաքսի ճանապարհի հայտնի ուղիներից մեկն է։ Նախկինում հիմա եթե դուք փորձեք Զանգեզուրի հարավով, ասենք Մեղրիով, երբ որ մտնեք, գաք դեպի Կապան, հետո դեպի Սիսիան ու շարունակեք դեպի Վայոց ձոր, Վայոց ձորից բարձրանաք դեպի Սևանալիճ ու շարունակեք ձեր ճանապարհը դեպի Վրաստան, Դաղստանով մտնեք դեպի Ռուսաստան, այս ճանապարհը գործել է Մետաքսի ճանապարհն է հայտնի եւ մենք հիմա այնպես է ստացվել, որ մենք իրականացնում ենք այդ Մետաքսի ճանապարհի մեր մասը, որտեղ ինքը Մետաքսի ճանապարհը մի քանի ուղիներ ունեցել։ Սա այդ ուղիներից մեկն է։ Բայց որպեսզի կարողանան այս խաղաղության խաչմերուկը աշխատել, առաջին հերթին պետք է ինքը խաղաղություն լիներ։ Առաջին հերթին է դերից խաղաղության երաշխիք տալու խնդիր կար նաև, որովհետև տվյալ դեպքում Միացյալ Նահանգների նախագահը այդ երաշխավորն է եւ Միացյալ Նահանգները այդ երաշխավոր երկիրն է։ Եվ եթե որ մենք խոսում ենք կարևորության մասին, ընդհանրապես TRIP-ի եւ նաև օգոստոսի 8-ի հանդիպման մասին, ամենակարևորը հենց այդ երաշխիքն է, որովհետև շատերը եթե նույնիսկ Հայաստան, Ադրբեջան համաձայնագիրը ստորագրեն ամեն ինչ ավարտեին, բոլոր դեպքերում որոշակի վերապահումներ կար։ Կարող էր լինել ավելի շուտ առաջանալ։ Եվ հիմա կա այն ինչ որ կա, մենք արդեն սկսել ենք TRIP-ի վրա աշխատել, արդեն հիմա տեղի ունենում գործընթացներ, հենց այս պահին էլ վստահ եմ, որ համապատասխան պատասխանատուները աշխատում են հիմնական փաստաթղթի վրա, արդեն 24 թվականից սկսած, երբ որ Հայաստանի Հանրապետությունը շատ ընդգծված ձևով իր տեսակետները եւ քաղաքական մոտեցումները հայտարարեց, խոսքը վերաբերում է եւ հարևանների հետ բարեդրացական հարաբերություններ հաստատելու պատրաստակամությանը, խոսքը վերաբերում է եւ ընդհանրապես տարածաշրջանում խաղաղության հաստատելուն, խոսքը վերաբերում է նաեւ ժողովրդավարական երկիր զարգացնելու պատրաստակամությանը եւ նաեւ նվիրվածությանը եւ այս ամեն ինչը ի վերջո բերեցին նրան, որ մեր գործընկերները տարբեր երկրների Եվրոպական միությունից սկսած մինչեւ Միացյալ Նահանգներ արդեն սկսեցին մեզ հետ բանակցել նոր տեխնոլոգիաներ փոխանցելու եւ համագործակցելու այդ բնագավառում։ Եվ այսօրվա ժամանակակից որ ասում եմ արդյունաբերական հեղափոխությունը տեղի ունենում, հենց այդ արդյունաբերական հեղափոխությունը մեր մտածողության մեջ էլ է տեղի ունենում։ Այն տնտեսությունը, որում ես լավ տիրապետում եմ, ինձ այդպես եմ համարել, հիմա այդ տնտեսությունը գոյություն չունի։ Ես ինքս այդպես եմ համարում, որտեղ ես եւ որպես տեսաբան եւ նաեւ որպես պրակտիկ մարդ աշխատել եմ Խորհրդային Միության ժամանակ մեծ ձեռնարկություններում, ժամանակակից ձեռնարկություններում, այդ թվում նաեւ ռազմական արտադրանք թողարկող ձեռնարկություններում, բայց հիմա դեռ այլ է։ Այսինքն գիտելիք են ամեն ինչ որ կա,
դրանք երևի հիմա կիրառելի չեն։ Եվ այս առումով ինքը նոր տեխնոլոգիան, ինքը նոր մտածողություն է բերում։ Եվ ես կարծում եմ պատահական չի, որ անցյալ տարվա Նոբելյան մրցանակակիրները յուրախությունս մեզ տեսաբաններին տվեցին։ Վերջին տարիներին շատ բաներ, հետաքրքիր երևույթ էր։ Մինչև տնտեսագիտության մեջ ավելի շատ մաթեմատիկական ուղղություն ունեցող աշխատանքներն են Նոբելյան մրցանակի արժանանում։ Բայց ստեղծագործական ոչնչացման Շումպետերի գաղափարի հետնորդներին տվեցին։ Հիմա մենք այդ ստեղծագործական ոչնչացման այդպես է կոչվում։ Դարաշրջանում ենք ապրում։ Ցանկացած արտոնաբերական հեղափոխություն ինքը նախ եւ առաջ նախկինի մերժում է, հետո ինքը նորը ստեղծում է։ Սա բնական process է այդ ոչնչացումը լավ վատ իմաստով չի։ Դրա համար ես ճակերտների մեջ եմ ասում կամ փակագծերի մեջ եմ ասում։ Բայց կյանքը այդպեսին է այսօր։ Եթե մենք սա չենք ընկալում, եթե մենք սա չենք կիրառում մեր առօրյայում, մենք հետ ենք մնալու եւ ընդհանրապես զարգացման մասին խոսելու որևիցե իրավունք չունենք։ Մյուսը, որի մասին քննարկվել էր փոխնախագահ Վենսի այցելության ժամանակ, դա վերաբերում էր ատոմային էներգետիկայի զարգացմանը։ Այսօր աշխարհում մեծ կռիվ է գնում ատոմային էներգիայի զարգացման առումով, փառք Աստծո 4 տարի առաջ ատոմային էներգետիկան ճանաչվեց որպես կանաչ էներգետիկա, եւ հիմա երկու տեսակի ռեակտորների, այսպես ասած, արճակատում չասեմ, բայց գոնե համենայնպես մրցակցություն է գնում խոշոր ատոմակայանների եւ մոդուլային ատոմակայանների միջեւ։ Եվ հիմա մենք էլ պետք է կարողանանք կողմնորոշվել, այսինքն մենք նոր իրավիճակում ենք հայտնվել, աշխարհը նոր իրավիճակում է հայտնվել, էներգետիկ ռեսուրսների լրջագույն կարիք ունեն, այսինքն ամբողջ աշխարհը մի ցենց խնդրի առջև է կանգնած։ Մի կողմից իրան հարկավոր է տեխնոլոգիա, որ ինֆորմացիաներ տան, մյուս կողմից հարկավոր է այդ արտադրության համար այդ ամեն ինչը կազմակերպել, մյուս կողմից էկոլոգիական խնդիրներ, բայց զարգացում այդպեսին է։ Հիմա մարդկությունը մեկ-մեկ իր առաջ այդպիսի առաջին հայացքից թվացող անլուծելի խնդիրներ է դնում, բայց այդ անլուծելի խնդիրների առաջին հայացքից եթե չդնի, զարգացումը չի լինի։ Հիմա եթե դուք վերցնեք 100 տարի առաջ մարդիկ իրենց կենցաղում ինչպես էին ապրում, 19-րդ, 20-րդ դարի սկիզբ, ու մեկ էլ հիմա հասկանալի է, չէ՞, ինչ մեծ տարբերություն կա։ Բոլոր դեպքերում մարդկությունը իր առջև առաջին հայացքից կարող է անլուծելի խնդիրներ է դնում, բայց եթե այդ անլուծելի խնդիրները չդնի, երևի մենք կարող է հիմա գոյություն չունենայինք։ Ընդամենը մի տարի 25-ի հունվար, 26-ի հունվար, կարծում եմ բոլորիս աչքի առաջ առաջընթացը փաստը պետք է արձանագրել եւ հատկապես պետք է նաեւ առանձնահատուկ արձանագրել օգոստոսի 8-ից հետո տեղի ունեցող այս զարգացումը, որը ի վերջո բերեց 26 թվականի հունվարի 14-ի այս փաստաթղթի ստորագրմանը, որով ամփոփվեց քաղաքական մասը եւ հիմա արդեն կոնկրետ գործընթացների գործողությունների ժամանակն է։ Ես նորից կրկնում եմ, որ այս պահին է այդ փաստաթղթի վերջնական տեսքի բերման եւ նաեւ առաջիկայում անելիքների մասին այս պահին էլ մարդիկ աշխատում են։ Մենք հույս ունենք, որ մոտ ժամանակներս կավարտի եւ տեղի կունենա արդեն պաշտոնական Միացյալ Նահանգների կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջև փաստաթղթի ստորագրում, որը նաեւ սկիզբ կլինի արդեն կոնկրետ աշխատանքի